Sportcast. Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, Sportcast-ն այս անգամ անդրադառնում է ֆուտբոլին, դարձյալ անդրադառնում ենք այս պարագայում Իսպանիայի ազգային առաջնությանը Լա Լիգային, տեսնենք թե 2025-26 այս մրցաշրջանում ինչ է այնտեղ տեղի ունենում, իհարկե առաջին հերթին արծարծվելու են Մադրիդի Ռեալի եւ Բարսելոնայի անվանումները։ Իմ հյուրն է Fast Media հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արտուշ Հարությունյանը, շնորհակալ եմ Արտուշ հրավերս ընդունելու համար։ Տեսնենք ինչ է իսկապես այնտեղ տեղի ունենում այս մրցաշրջանում, որքան մենք նկատում ենք այս պահի դրությամբ, դարձյալ մենակ այս երկու գերակումներն են կարծես թե չեմպիոնական տիտղոսի համար հիմնական ֆավորիտները, այսպես մրցավազքը եռակումբանի չի, որովհետև եթե նախորդ տարիներին մենք կհիշենք, որ երբեմն որոշ տարիներին լինում էր, որ Մադրիդի Ատլետիկոն մրցակցում էր այս երկու գերակումների հետ տիտղոսի համար, բայց այս մրցաշրջանում արդեն բավական շատ միավորներ է կորցրել, իհարկե ոչինչ կանխատեսել նախապես չենք կարող, գուցե Ատլետիկոն վերադարձնի այդ տարբերությունը վերականգնի թե Ռեալի թե Բարսելոնայի հետ, ամեն դեպքում այս երկու ակումբները դարձյալ իրար հետ մրցում են եւ մեր զրույցն էլ տեղի ունենում իհարկե Էլ Կլասիկոից առաջ, քիչ ժամանակ է Էլ Կլասիկոին մնացել, նախ հենց Էլ Կլասիկոին արի միասին անդրադառնանք, վերջին տարիներին, որքան ես նկատում եմ, Էլ Կլասիկոյի այսպես ճանաչելիություն, այսպես պոպուլիզացիան, այսպես ուշադրություն էր գրավում այս պարագայում, նախորդ մրցաշրջանում մենք տեսանք, որ քանի խաղ Ռեալն ու Բարսելոնան իրար մեջ ունեցան, խաղացին իրար հետ, բայց թե գավաթում, թե իհարկե Լա Լիգայում, բայց այն ուշադրությունը չէր, ինչին մենք սովորենք նախորդ տասնամյակներից։ Ես իսկապես համաձայն եմ, որ օրինակ 10 տարի առաջվա համեմատ մի փոքր հետաքրքրությունը նվազել էր, դե Մեսսի, Ռոնալդոյի ժամանակաշրջանը այլ պատմություն է, բացի այդ եկան Գվարդիոլան եւ Ժոզե Մոուրինյուն ու հատկապես յուրահատուկի գալուց հետո մի այլ մակարդակի կրքերը թեժացան, մենք հիշում ենք Տիտո Վիլանովայի հետ այդ հայտնի դրվագը, բայց այո, կային վերջին մրցաշրջանների ընթացքում կլասիկոներ, որոնք իրականում այդքան էլ հետաքրքիր չէին։ Հեռացան մի շարք աստղեր, Բարսելոնան երիտասարդացավ, ֆինանսական մի շարք խնդիրներ նաև ունեցավ եւ դա էլ ուներ իր ազդեցությունը, բայց աստիճանաբար հիմա արդեն Ֆլիկի գալուց հետո նախորդ մրցաշրջանից սկսած հատկապես նորից մենք կարծում եմ հետ ենք գալիս այդ նախկին հետաքրքիր ժամանակաշրջանին։ Կարող եմ առանձնացնել Իսպանիայի գավաթի եզրափակիչը նախորդ մրցաշրջանի, որը շատ լարված ու թեժ պայքարում անցավ, երևի թե Ռեալի համար նախորդ մրցաշրջանում Բարսայի դեմ դա ամենահավասար կլասիկոն էր, այնտեղ խաղից առաջ կարծում եմ գաղտնիք չէ թե ինչ թեժ էին կրքերը, նույնիսկ կար տեղեկություն, որ Ֆլորենտինո Պերեսը հրաժարվում է թիմին ուղարկել Լա Կարտուխա եւ Ռեալը պարզապես կարող է չմասնակցել, բայց մասնակցեց, նորից մրցավարական սկանդալներ, կարմիր քարտեր, այսինքն հենց այդ ինչ որտեղ նաև սկանդալային բացներ խանգարում գուցե երկրպագուներին։ Իսկ գուցե եւ օգնում էր այդ հետաքրությունը Էլ Կլասիկոյի շուրջ էլ ավելի մեծացնելու, ի վերջո մենք պետք է հաշվի առնենք, որ Ֆլորենտինո Պերեսը մարքեթինգի գերհսկան է այդ ոլորտում, ինքը լավ գիտի ինչպես ենթադրենք ֆուտբոլիստների շուրջ հետաքրությունը մեծացնել, ինչպես այդտեղ գումար վաստակել դրա շնորհիվ։ Միանշանակ թե Ֆլորենտինո Պերեսը կարծում եմ 21-րդ դարում լավագույն նախագահն է, որ կարող էր ունենալ Ռեալը, ընդհանրապես այս տարի լավագույն ակումբի նախագահն է, ֆուտբոլային ակումբի, մի կար հատված, որ Բարսելոնան մի փոքր թուլացել էր, եւ դա էլ ունեցավ ազդեցություն, բայց հիմա Ֆլիկի գալուց հետո մենք կրկին տեսնում ենք այն հետաքրքիր կլասիկոները, թեկուզ Ռեալը պարտվում է, բայց միևնույն է անկախ հաշվից կա գերհետաքրքրություն արդեն։ Այս մրցաշրջանում առաջիկա կլասիկոյում կարծում եմ ավելի մեծ է լինելու, քանի որ Ալոնսոյի առաջին կլասիկոն է, Ռեալը նախորդ 4 այդպիսի խաղերը պարտվել է, տանն է խաղալու եւ ամեն ինչ անելու է, որ իրավիճակը շրջի։ Այդ հարվածներից հետո Ռեալը վստահ եմ նախ այս մրցաշրջանում նոր մարզչով է, գլխավոր մարզչով եւ մարզչական շտաբով է
մարշչական շտաբն է ղեկավարում այս ակումբի թիմը եւ այստեղ լուծումները այլ կտեսնի վստահ եմ, որ Ալոնսոն այն հարվածները, որ ստացավ Ռեալը Բարսելոնայից նախորդ մրցաշրջանում, խոշոր հաշիվներով պարտություններ, կարծես թե խաղով էլ պարտվում էին եւ Բարսելոնան, ինչպես դու նշեցիր մեր զրույցի սկզբնամասում, այդ երիտասարդացված Բարսելոնան արդեն բավական հասունացել է եւ Ֆլիկի ձեռքի տակ հետաքրքիր ֆուտբոլ է խաղում։ Այո, մենք նախ պետք է տեսնենք, թե այս մրցաշրջանում Ֆլիկի Բարսելոնան պահպանելու է նույն խաղամակարդակը թե ոչ, քանի որ արդեն երկու պարտություն է գրել, բայց այստեղ հարցը ավելի շատ ոչ թե պարտություններն են, այլ խաղալու ոճը։ Ֆլիկը կարծում եմ պետք է փորձի հավասարակշռություն գտնել այդ այսպես կոչված գեղարվեստական գեղեցկության եւ տակտիկական ճկունության միջև։ Անընդհատ խոսվում է Բարսելոնայի պաշտպանական գիծը այդքան բարձրից կառուցելու մասին եւ շատ են բարձր բլոկով են խաղում, այդ թվում նաեւ Ռեալի հետ մենք հիշում ենք, թե նախորդ մրցաշրջանում այդ հայտնի Մբապեն քանի խաղից դուրս իրավիճակներում էր հայտնվել, բայց այստեղ էլ պետք է հաշվի առնել, որ նախորդ տարի Բարսելոնան ուներ Ինիգո Մարտինես, որը շատ լավ տեղավորվեց այդ համակարգում Հանսի Ֆլիկի, բացի այդ իր տեսակով առաջնորդ էր դաշտում։ Հիմա այդպիսի պաշտպանի կարիք ունի Բարսելոնան, 18-ամյա Կուբարսին է, ձախ եզրում նորից երիտասարդ Ալեխանդրո Բալդեն է, իսկ Արաուխոն, որը որ պոտենցիալով երևի թե աշխարհի լավագույն 5 կենտրոնականներից է, այս համակարգում այդքան էլ չի տեղավորվում։ Օրինակ Նյուքասլի հետ խաղը Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Ֆլիկը մի փոքր այլ մոտեցում էր ընտրել, ավելի զգուշավոր, ավելի խորքից էր եւ մենք տեսանք, որ Արաուխոն գուցե գերմանացու գլխավորությամբ իր լավագույն խաղը անցկացրեց Բարսայում։ Այսինքն Արաուխոն ավելի ցածրից, այսպես ֆիզիկական տվյալների վրա սիրում է իր խաղը կառուցել, իսկ այստեղ արդեն սկսում է ավելի շատ Ֆլիկը վստահել Էրիկ Գարսիային։ Ընդ որում Էրիկ Գարսիան էր Ֆլիկի գալուց հետո շատ մեծ առաջընթաց է գրանցել, նույնիսկ մոտ էր հեռանալուն, բայց պաշտպանության աջ եզրում մրցաշրջանի վերջում խաղաց, սկզբում մրցաշրջանի որպես հենակետային կիսապաշտպան էր խաղում, այսինքն գրեթե բոլոր ֆուտբոլիստները Ֆլիկի գալուց հետո խաղային եւ մտավոր մեծ առաջընթաց են գրանցել։ Ֆլիկը այս չեմ վարանում եւս մեկ անգամ կրկնել, Ֆլիկը այս թիմ բերել է առաջին հերթին կարգապահություն։ Բացի նոր գաղափարներից, որոնք իրագործվում են արդեն խաղադաշտում խաղերի ընթացքում, նա բերել է այս ակումբ կարգապահություն, ինչը գուցե եւ մինչ իր գալը այդ մակարդակի չէր, բայց այդ գերմանական կարգապահությունը նույնիսկ այստեղ բավական խիստ կարգապահություն է, նա պատժում է ֆուտբոլիստներին, որոնք որ նույնիսկ 1-2-5 րոպե ուշացումով են ժամանում բազա պարապմունքներից առաջ, պատժում է ինչպես 1-2 խաղով նա հեռացնում է հիմնական կազմից առնվազն այդ ֆուտբոլիստներին, անկախ նրանից թե ինչ անուններ են։ Դե Ջուլ Կունդեի հետ մի քանի անգամ նման դեպք եղավ Ռաֆինյայի հետ, չնայած հետո հերքեց թե Ռաֆինյան թե Մարզիչը, բայց երևի թե հենց դա էր իրական պատճառը։ Ֆլիկը սիրում է խաղերից առաջ զրույց ունենալ թիմի հետ եւ եթե օրինակ 1 րոպե էլ չէ 10 վայրկյանով ֆուտբոլիստը ուշացավ, անմիջապես դուրս է մնում մեկնարկային կազմից։ Ես հիշում եմ Տոնի Քրոսի խոսքերը, որն իհարկե հավաքականում աշխատել է Ֆլիկի հետ, համեմատում էր Ռեալում Կարլո Անչելոտիի աշխատանքի հետ, այսինքն ընդգծում էր, որ դրանք լիովին տարբեր գծեր են, մեկը թողնում է ազատ ֆուտբոլիստներին, կարող ես ուշանալ, կարող ես զվարճանալ մարզումների ընթացքում, իսկ Ֆլիկը ոչ։ Այդ ինչպես նշեցիր, գերմանական սառնասրտությունն է բերել, ճիշտ է, Չավի ժամանակ էլ կար խստություն, Չավին եւս խիստ մարզիչ էր, Չավին հեղինակություն էր, բայց հենց այդ գերմանական սառնասրտությունը, հատկապես որ շատ երիտասարդ են Բարսելոնայի ֆուտբոլիստները, նույն Յամալը հիմա շատ է չէ քննարկվում իր վարքով, այո նա լավագույններից մեկն է արդեն աշխարհում, բայց Ֆլիկը փորձում է նրան հավաքել եւ թույլ տալ, որպեսզի ճիշտ օգտագործի իր ունակությունները։ Ֆլիկը այս պարագայում նույն Յամալի եւ այդ սերնդի նորահայտ տաղանդների համար բավական լավ ուսուցիչ է, որքան ես հասկանում եմ այս ժամանակահատվածում։ Յամալը 18 տարի նոր է բոլորել, այս տարիքում այդպիսի ուսուցիչներ ունենալը, որոնք որ վստահ եմ այս կարգապահությամբ, այս խստությամբ կօգնեն այս ֆուտբոլիստներին ել ավելի զարգանալու եւ իր կարիերան լավ այսպես դասավորելու, որովհետեւ այս տարիքի տաղանդների համար բավական մեծ ռիսկ կա, որ հա տաղանդավոր մենք շատ ֆուտբոլիստներ ենք տեսել նույնիսկ այս տասնամյակներում, որոնք որ
այսպես փայլում են սկզբնամասում, բայց հետո իրենց վարքագծով այդպես քիչ մարեցին եւ որևէ մեծ հաջողության չհասան։ Դե այն որ Յամալը տաղանդ էր, դա պարզ էր արդեն նրա 15 տարեկանում, այնպես չէ որ Ֆլիկը բացահայտեց Յամալի այդ տաղանդը, Չավին տվեց նրան հնարավորություն։ Իհարկե, Ֆլիկը չի բացահայտել, Ֆլիկը օգնում է, ընդհանրապես Բարսելոնայի այս հաջողություններում նախորդ մրցաշրջանի իմ կարծիքով մեծ ներդրում ուներ հենց Չավին, որը ինչ որտեղ կարելի ասել սխալ պահի հայտնվեց որպես գլխավոր մարզիչ Բարսելոնայի, բայց Ալեխանդրո Բալդեին նա տվեց հնարավորություն, չնայած որ Կումանի գլխավորությամբ էր Բալդեն նշել նորամուտը, սկսեց վստահել երիտասարդներին Չավին։ Մյուս կողմից էլ գուցե այլ տարբերակ չկար, քանի որ այնքան շատ են ֆինանսական խնդիրները, որ պարզապես Բարսելոնան չի կարողանում տրանսֆերներ իրականացնել։ Նու Լա Լիգայում է այդ իրավիճակը։ Պրեմիեր լիգայում նորեկ թիմը ավելի շատ գումար է ծախսում, քան Լա Լիգայի օրինակ 10-15 թիմ միանգամից միասին։ Չավին ամեն դեպքում չեմպիոնական տիտղոս բերել է Բարսելոնային, դա չմոռանանք, բայց ճիշտ ես նշում, որ գուցեև սխալ ժամանակահատվածում, բայց պետք չէ մոռանալ, որ ինքը երիտասարդներին վստահելով դե այլ ընտրանք չկար այս ճգնաժամային իրավիճակում այդ տարիներին, այդ 1-2 տարվա ընթացքում գեր ճգնաժամային էր։ Հիմա էլ է Բարսելոնան ֆինանսական ճգնաժամի մեջ, բայց այնպիսին չի իրավիճակը, ինչպիսին Չավիի օրոք էր, երբ որ Չավին հրավիրեցին, կարծես որպես փրկողակ այլ տարբերակ չկար։ Եվ Չավին, քանի որ նույնիսկ իր ֆուտբոլային կարիերայի սկզբնամասում նա տեսել է այնպիսի մարզիչների, ովքեր որ վստահում էին հենց երիտասարդներին, այդ կյանքի այդ փորձը տեսնելով նա նույնը իրականացրեց արդեն որպես գլխավոր մարզիչ Բարսելոնա ակումբում եւ բերեց առաջին պլան երիտասարդներին իհարկե։ Դե կրկնվում եմ, այլ ընտրանք չկար։ Մի փոքր նաեւ խաղավոճը այլ էր։ Եկավ Չավին եւ բոլորը սպասում էին, որ, չգիտեմ, աշխատել է Գվարդիոլայի հետ, նրա գվարդիոլական ֆուտբոլ կրողը պետք է լինի, բայց հիմնականում 1-0 հաշիվներով էր Բարսելոնան հաղթում, չկային տպավորիչ հաշվով հաղթանակներ։ Կար 1-4-0 Ռեալի նկատմամբ։ Այո, եղավ այն էլ Սանտիագո Բեռնաբեուում, բայց հետո Ռեալը օրինակ հաղթեց Չեմպիոնների լիգան, Բարսելոնան ոչինչ չարեց այդ տարի։ Չավին երևի թե հետո արդեն սկսեց հասկանալ, որ իրեն ռեսուրսներ են պետք։ Հիշենք այն պատմությունը, թե ինչպես նա հեռացավ, հայտարարեց, որ չի կարող մրցակցել Ռեալի հետ, Լապորտան, որը որ խնդրել էր Չավին մնալ, հեռացրեց, բերեց Ֆլիկին, իսկ Ֆլիկը ապացուցեց, որ նույնիսկ այդ կազմով առանց ռեսուրսների, առանց տրանսֆերների կարելի է ներքին տրեբլ գրանցել։ Հետաքրքիր նշանակում էր, իհարկե դրա մասին շատ է խոսվել, երբ որ Ֆլիկի անունը տրվեց որպես նոր գլխավոր մարզիչ Բարսելոնայում, շատերը տարակուսանքով էին դրան վերաբերում, որովհետև չէին հասկանում գերմանացի մարզիչ, չնայած Բարսելոնան իր պատմության ընթացքում թե այլ երկրներից, այդ թվում նաև հյուսիսային Եվրոպայից մարզիչներ ունեցել է, իհարկե առաջին հերթին խոսքը չի գնում հոլանդական դպրոցի մասին, այլ խոսքը գնում է թե անգլիական Բոբի Ռոբսոնն էլ է մարզել այս ակումբը, ընդ որում լավ ֆուտբոլ են ցուցադրել, ճիշտ է, մեծ քանակությամբ տիտղոսների չեն հասել, բայց ամեն դեպքում այդ հյուսիսային Եվրոպայից մարզիչներ քիչ են եղել։ Ֆլիկի նշանակումը այս պարագայում, դուք գիտենք, որ Ֆլիկը Գերմանիայի հավաքականով հաջողության է հասել, օգնական է եղել իհարկե գլխավոր մարզչի չեմպիոնական տարում Գերմանիայի, բայց տարակուսանք էր, Ֆլիկը ինչ պետք է բերի։ Սա Բավարիան չէ, սա Բարսելոնան է։ Հիմա Ֆլիկը փորձում է, բայց մենք տեսանք, կներես, որ Ֆլիկը բերեց այն ինչ բերեց, եւ դա եղավ նաեւ այս ժամանակահատվածում փրկողակ Բարսելոնայի համար։ Այո, Ֆլիկը կարգապահությունից բացի, իհարկե, պաշտպանական այդ բարձր գծին մենք անդրադարձանք, նորից սկսեց եզրային ֆուտբոլ խաղալ, սկսեց ֆիզիկական վիճակը Ֆլիկի մարզչական թիմը բարելավել ֆուտբոլիստներին, նույն Պետրին անընդհատ վնասվածքներ էր ստանում, չէր կարողանում իր բոլոր ունակությունները ցույց տալ, բայց որքան էլ որ մենք խոսենք Ռաֆինյայի մասին, Յամալի մասին կամ մյուսների մասին, իմ կարծիքով այս Բարսելոնայի առաջատարը եւ լավագույն ֆուտբոլիստը Պետրին է։ Եվ մենք տեսնում ենք, թե Պետրին մկանային զանգվածը որքան է ավելացրել։ Այո, դե Բավարիայում աշխատելու տարիները եթե հիշենք, ինչի էր վերածվել Լեոն Գորեցկան օրինակ, Կիմիխը, մյուսները, նույն Կոուտինյոն, որը Բարսելոնայից վարձավճարով էր գնացել Մյունխեն,
ինտենսիվություն ավելացրեց Բարսելոնայի ֆուտբոլին Հանսի Ֆլիկը եւ այդ անխիղճ թիմ լինելու մտածելակերպը փորձեց ծերմանել։ Գերմանական անխղճությունը։ Բավարիայի ոճով Բավարիան խփում է այնքան, որքան ժամանակ կա։ Եթե օրինակ թույլ է մրցակիցը խաղը ստացվում է, չի բավարարվում։ Առաջին տուրում այս մրցաշրջանի Բարսելոնան մրցակիցները հաղթեց 3-0 Մալյորկային, որը 9 ֆուտբոլիստով էր մնացել։ Մարզիչը խաղից հետո լրջորեն դժգոհում էր, որ ինչու եք դուք խփել 3 գոլ։ Ես մեր ունկնդիրներին դարձյալ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Fast Media հեռուստաընկերության մարզական մեկնաբան Արտուշ Հարությունյանը։ Արտուշ, մենք այս մրցաշրջանին անդրադառնալիս նախ դու նշեցիր, որ երկու պարտություն արդեն մրցաշրջանում Բարսելոնան կրել է, ցավալի պարտությունը մեկն է Սևիլիայից, եւ Սևիլիան կարծես այս ճգնաժամային տարիների այս Սևիլին դա այն Սևիլիան չի, Ունայ Էմերի Սևիլիան չի, որը նաեւ Եվրագավաթ էր նվաճում, մրցակցություն ուներ առաջի հնգյակում, քառյակում առնվազն լինում էր, արդեն ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Լա Լիգայի, բայց այս Սևիլիան կարծես վերակենդանանում է եւ ցույց տվեց աշխարհին, թե ինչպես կարելի է խաղալ այս Բարսելոնայի դեմ։ Այդ գերբարձր բլոկով ճնշումը, յուրաքանչյուրի անհատական ճնշումները, լուծումները ինչպես կատարվեցին։ Բարսելոնան կարծես այս թիմը պատրաստ չէր այդպիսի ճնշմանը։ Նույնիսկ Նյուկասլի հետ արտագնախաղում, երբ որ սպասել էր, գիտենք Նյուկասլը իր դաշտում ինչպես է խաղում իր մրցակիցը, ով է լինի իր մրցակիցը, գերճնշում, գերբարձր տեմպ առաջի րոպեից մինչև վերջին րոպեն։ Բարսելոնան դրան դիմացավ, բայց ինչ կատարվեց Սևիլիայի հետ։ Չկային Ռաֆինյան եւ Ֆերմին Լոպեսը, որոնք շատ կարեւոր են ինտենսիվ ֆուտբոլ ցույց տալու առումով։ Դանի Օլմոն այս մրցաշրջանում մի փոքր գցել է խաղամակարդակը եւ ինքն էլ մարզավիճակում չէ։ Այո։ Ֆերմին Լոպեսը, եթե լիներ կազմու պատրաստ, կարծում եմ հաղթելու էր մեկնարկային կազմում տեղի համար այդ պայքարը Օլմոյի հետ, բայց ինձ թվում է, որ շտկելու է այս իրավիճակը Հանսի Ֆլիկը, եթե համեմատեմ նախորդ մրցաշրջանի այս հատվածի հետ, նորից Բարսելոնան կրեց 2 պարտություն, Օսասունայից բաց թողեց 4 գոլ, այդտեղ էլ բացակայում էին Ռաֆինյան եւ Յամալը, բայց հետո, եթե ճիշտ եմ հիշում, 8-9 անընդմեջ հաղթանակ տարավ։ Ու նորից մինչև Օսասունայի դեմ խաղը 7 խաղ անպարտելի էր Լա Լիգայում։ Եղել է նաեւ հատված, որ 2 անընդմեջ պարտություն է գրել, տնային պարտություն Ատլետիկոից եւ Լեգանեսներ թե Ալավեսը արդեն Սայթակումներ լինում են մրցաշրջանում, կարողանում է Ֆլիկը հավաքել, բայց հիմա արդյոք պետք է հասկանա գերմանացին կա մոտիվացիայի պակաս, կա ինտենսիվության պակաս, խնդիրներ, որոնք կարևոր են լինելու միջազգային դադարից հետո։ Բարսելոնան նաև համարվում է Չեմպիոն լիգայի այս մրցաշրջանի, եթե ոչ հիմնական գլխավոր ֆավորիտը, այլ առնվազն գլխավոր ֆավորիտների եռյակում է։ Մենք տեսանք, թե ինչ ֆուտբոլ խաղաց նախորդ մրցաշրջանում, չնայած շատ փորձագետներ, մասնագետներ նշում են, դե գիտեք, փլեյօֆում արդեն Բարսելոնայի ճանապարհը այսպես որոշակի ավելի թեթև էր, քան ենթադրենք Պարի Սեն-Ժերմենի կամ այլ ակումբների կամ նույն Միլանի Ինտերի, որին Բարսելոնանի վերջո զիջեց եզրափակչի ուղեգիրը կիսա եզրափակչում, բայց Բարսելոնան այս տարի նախ ցույց տվեց, թե ինչ հավակնություններ ունի առաջին հերթին, ես այդ որպես օրինակ վերցնում եմ հենց առաջի տուրը Նյուկասլի դաշտում, Նյուկասլը կրկնվում եմ նա այսպես ասեմ նվեր չէ որևէ ակումբի համար, նույնիսկ Անգլիայի ներսում, եւ Բարսելոնան ցույց տվեց, որ կարող է նաեւ այսպիսի ակումբի հետ հենց մրցակցի դաշտում այսպես դիմանալ, իր պահերը օգտագործել։ Այ շատ լավ նշեցիր, Նյուքասլի հետ խաղում արդեն ասացի, որ մի փոքր ցածրից էր խաղում Բարսելոնան։ Դե Նյուքասլի իսկապես տանը Սենթ Ջեյմս պարկում վերջերս շատ մոտ էր 10 ֆուտբոլիստով Լիվերպուլի հետ քամբեքին։ 2 գոլ կարողացավ հետ բերել, հետո իհարկե 17-ամյա Ռիոն եկավ եւ հաղթանակ պարգևեց Լոթի թիմին։ Բարսելոնան շատ է բաց թողնում 1, նույնիսկ 2 գոլ, հետո վերադառնում է։ Էլ կլասիկո նախորդ մրցաշրջանի վերջին Ինտերի դեմ խաղերը այս մրցաշրջանում պարտվողի դերում լինելուց հետո ամենաշատ միավորներն է վաստակել։ Սա առաջին հայացքից լավ վիճակագրություն է, բայց մյուս կողմից էլ եթե մի փոքր այլ տեսանկյունից նայենք, ինչու պետք է թողնես բանը հասնի դրան, նոր սկսես քո ֆուտբոլը ցուցադրել։ Նախորդ մրցաշրջանում էլ էր այդպես։ Շատ էին այդպիսի խաղեր։ Բենֆիկայի խաղը այդպես լավագույն օրինակն է կարծես։ Այո, խփենք մենք ավելի շատ, քան դուք, բայց մի փոքր ավելի զգույշ պետք է լինել, որովհետև միշտ չէ, որ ստացվելու է
2-3 գոլ հետ բերել ու հաղթել ու գնալ առաջ։ Մեկ ենթահարց Մարկուս Ռեշֆորդը փակել է այս ձախ եզրի, այդ վինգերի հարցը, այդ խնդիրը լուծել է։ Հիմա որ չկա Ռաֆինյան, Այո։ ինչ որ չափով այո, որովհետև Ֆլիկը նաև թվում է թե Դե Ռաֆինյան ներիր, այնպեսի ֆուտբոլիստ է, որ կարող է թե աջ եզրից թե կենտրոնից խաղալ, թե ժամանակ հենց սկսեց ձախ եզրում խաղալ։ Ֆլիկը ունի նաև ունակություն ինչ որ բան ներարկելու ֆուտբոլիստներին, նրանց կարիերան նաև վերակենդանացնելու։ Ֆերան Տորեսը սկսեց գոլեր խփել նրա գալուց հետո, իսկ Ռեշֆորդը այս պահի, այս հատվածի համար երևի լավ տրանսֆեր է Բարսելոնայի համար, որովհետև անընդհատ գոլեր, ասիստներ, բայց կան կատալոնական մամուլում տեղեկություններ, որ արդեն Ֆլիկը սկսելու է նրան օգտագործել որպես կենտրոնական հարձակվող։ Դա նոր դիրք չէ Ռեշֆորդի համար, այդ դիրքում նաև Յունայթեդում է խաղացել, այսինքն գող չեն ինչ որ չափով Լևանդովսկիից, Ֆերան Տորեսի տարբերակն էլ կա, բայց օրինակ ինձ համար շատ հետաքրքիր կլինի Ռեշֆորդ, Յամալ, Ռաֆինյա եռյակը ու այո Ռեշֆորդը հարձակման կենտրոնում։ Գեր արագ եռյակը, որոնք որ գնդակի հետ շատ արագ են վարվում, շատ արագ են առաջ տանում։ Ու նաև Ռեշֆորդը ի տարբերություն օրինակ Լևանդովսկիի այդ ինտենսիվությունը կարողանալու է պահել, չի սпасելու միայն տուգանային հրապարակում գնդակների կամ պահերի, իջնելու է, մասնակցելու է գրողներին, ճնշում է գործադրելու մրցակցի պաշտպանների վրա։ Բարսելոնայի հարցը փակելիս այս մեր ձևաչափը, այս հաղորդման թույլ է տալիս նաև այլ հարցերի անդրադառնալ, զուտ ֆուտբոլային չէ։ Բարսելոնան մենք արդեն արծացեցինք, որ այս խնդիրը կա տարիներ շարունակ ֆինանսական ճգնաժամ։ Կարծես թե Բարսելոնը քիչ քայլ այդ ճգնաժամից դուրս է գալիս։ Վերջերս հրապարակվեց նաև վերջին ֆինանսական տարվա Բարսելոնա ակումբի եկամուտները, բավական բարձր մեծ եկամուտներ են, իհարկե դա հաշվի առնելով նաև թե Լա լիգայում հաջողության, թե Չեմպիոնների լիգայի այսպես միջև կիսաեզրափակիչ հասնել, այս նոր ձևաչափով գումարները եկամուտները ակումբների ավելի մեծ են։ Բարսելոնան այդպես է, այսինքն իր խաղով, իր հաջողություններով է գումարը հետ բերում, այլ ոչ թե ենթադրենք տրանսֆերներ իրականացնելով, իր տաղանդներին վաճառելով, տրանսֆերային իրավունքները վաճառելով այլ հարուստ ակումբների։ Վերջերս կարդում էի, որ արդեն պարտքը 2 միլիարդի է հասել։ Դա քիչ չէ, մոտ 200 միլիոնի հասնում է այլ ակումբներին տրանսֆերային ըստ Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերից դեռ 20 միլիոն եվրո պետք է փոխհատուցի Բավարիային։ Արդեն որ 3 տարի է ավելի Լևանդովսկին Բարսելոնայում է, բայց նրա գումարի գրեթե կեսն է վճարվել, ավելի քան կեսը։ 300 միլիոնով գերազանցում է պարտքը 1 տարի առաջ այս շրջանի համեմատ։ Կառավարման խնդիր է կարծում եմ, այն ժամանակ չէր կարողանում Բարտոմեուն թաքցնել, խորը ճգնաժամի մեջ էր ակումբը այդ առումով։ Իսկ հիմա Լապորտան դե ժողովրդավար, դե քաղաքական գործիչ է, փաստաբան է, կարողանում է շատ բաներ կոծկել։ Օրինակ դեմ չէ, որ Լա լիգայի ինչ որ տուրի խաղ Վիլյարեալի հետ գնա եւ Մայամիում Բարսելոնան խաղա, որպեսզի վաստակի 5-ից 6 միլիոն եվրո։ Չնայած որ ֆուտբոլիստները նույն Դեյոնգը արդեն իր դժգոհությունն արտահայտեց։ Ֆուտբոլիստների համար այդ երկրաֆիկ անընդհատ խաղեր մինչև այս դադարը 7 օրում 7 խաղ 21 օրում այսպիսի գրաֆիկ ուներ Բարսելոնան եւ այդպիսի երկար ճանապարհորդություն կատարել, գնալ հասնել Մայամի, Լա լիգայի խաղ խաղալ եւ վերադառնալ, դա էլ արվում է գումարի համար։ Այստեղ սուլոց հնչեց եւ մենք անդրադառնանք մյուս գերակումբին, Մադրիդի Ռեալին։ Մադրիդի Ռեալը նոր մարզիչ ունի, մրցաշրջանի մեկնարկից առաջ ես հնարավորություն եմ ունեցել այստեղ մեր տաղավարում քննարկել, թե ինչ Խաբի Ալոնսոն ինչ կբերի Ռեալին։ Հիմա արդեն որոշ չափի մենք տեսնում ենք, չնայած տեսնում ենք, որ այդ խաղը դեռևս այսպես մշակման քիչ տեսնում ենք, որ ժամանակատար գործընթաց է հարակ այդ ամենը չի, որովհետև ի վերջո Անչելոտի ֆուտբոլից հետո մեկ այլ կես ժամանակակից ֆուտբոլ է ներդրվում, Ալոնսոն նոր գաղափարներ գեներացնող մարզիչներից է։ Մենք ինչ ենք տեսնում այժմ։ Այն ֆուտբոլը, որ Ալոնսոն է բերում, հարմար է Ռեալին, թե ոչ։ Այո, կարծում եմ այո, փորձում է սերմանել համակարգային ֆուտբոլ, ավելի շատ գնդակով խաղացող թիմ է փորձում ստանալ, քան հակագրողներին ապավինող թիմ։ Ալոնսոն հեղինակություն է եւ իր հեղինակությունը ցույց տալու համար պարտադիր չէ որ օրինակ գոռա հանդերձանում կամ ինչ որ այլ կերպ ապացուցի։ Ռոդրիգոյի հետ իրավիճակը աստիճանաբար շտկեց, սկսում է նրան արդեն րոպեներ տալ վստահել,
Վինիսիուսը շատ լավ է սկսել այս մրցաշրջանը եւ Վինիսիուս Մբապե, դե Մբապեն այլ պատմություն է, նա արդեն 10-ից ավելի գոլ է խփել, այդ դուոն սկսում է աշխատել։ Նախորդ տարի երբ եկավ Մբապեն, դեռ փորձում էին հասկանալ ով է ավելի շատ խաղալու ձախից, ով ինչ դեր ունի թիմում, ինչ դիրքում պետք է խաղա, հիմա այդպիսի խնդիրներ չկան։ Հիմա արդեն Մբապեն լիովին իր դերն է ընդունել, Վինիսիուսը իր եւ երկուսով մի շարք խաղեր կարողացել են հաղթել։ Այլ հարց է, իսկապես ճիշտ նկատեցիր, որ Ռեալը հաղթում է 10 խաղերից 9 հաղթել է, բայց դեռ պետք է լինեն համոզիչ հաղթանակներ եւ շատ ուժեղ մրցակիցներ առայժմ չի ունեցել։ Մեկ այդպիսի մրցակից Ատլետիկոն էր, պարտվեց ու ցավալի էր Ռեալի համար պարտվել հատկապես 5 գոլ բաց թողնելով։ Դե աշխարհի ակումբային առաջնությունում Paris Saint-Germain-ի դեմ խաղը չեմ հաշվում, այնտեղ դեռ ամեն ինչ նոր էր Ալոնսոյի համար։ Կիսապաշտպանությունում խնդիրներն է աստիճանաբար լուծում Ալոնսոն։ Չնայած առաջիկա մարտահրավերը նրա համար երևի թե լինելու է Ջուդ Բելինգեմին նորից վերադարձնելն ու տեղավորելը կենտրոնում։ Ալոնսոյի պարագայում շատերը ինչպես եւ Ֆլիկի թե հարմար է թե չէ Բարսելոնայում, Ալոնսոյի պարագայում դե վստահ եմ, որ Ռեալի երկրպագուները աշխարհով մեկ բավական այսպես լավ էին ընդունել այդ նշանակումը, սպասում էին Ալոնսոյում։ Ալոնսոն վերադառնում է Մադրիդի Ռեալ, այնտեղ լավ տարիներ է անցկացրել որպես նաև ֆուտբոլիստ իր կարիերայի մի ժամանակահատվածը, բայց Լևերկուզենի Բայերը մարզել եւ հաջողության 1 տարում հասնել մեկ այլ բան է, իսկ գերակում նամանանդ Մադրիդի Ռեալը մեկ այլ այսպես ասած պատմություն է այստեղ կներեք, բայց մենթալ Գերմանիան չէ, սա նոր մենթալիտետ է, չնայած Ալոնսոն լինելով իսպանացի այդ երկրում է ծնվել մեծացել, ինքը լավ գիտի այդ մենթալիտետը, բայց հաջողության որպես մարզիչ արդեն մարզչական կարիերայում հասել էր Գերմանիայում։ Հիմա այդ փորձը բերել Իսպանիայում նամանդ գերակումբ ղեկավարել մեկ այլ բան է։ Որոշ մտավախություններ կային, որ Ալոնսոն եթե չհաջողի 1-2 տարում, դե գիտենք, որ Ֆլորենտինո Պերեսը ինչպես է անհաջողակ, այսպես իր ճակերտավոր ասած անհաջողակ մարզիչներին արագ հեռացնում։ Դա այն ակումբն է, որ կարող է նույնիսկ մրցաշրջանի կեսից էլ հեռացնի գլխավոր մարզչին, չնայած հազվադեպ է դա լինում։ Բենիտեսի դեպքը։ Դա հազվադեպ է լինում, բայց ամեն դեպքում այստեղ Ռեալում սպասում են միայն եւ միայն հաջողություններ։ Եթե Ալոնսոն չհաջողի առաջին մրցաշրջանում, իրեն վստահ եմ, որ երկրորդ մրցաշրջանի հնարավորությունը կտրվի։ Բայց հետո լավ ֆուտբոլ ցուցադրում է, բայց ինչպես նշում ես, այստեղ մրցակցությունը շատ մեծ է Բարսելոնայի հետ։ Այո, ժամանակը էլ Չեմպիոնի լիգայում։ Իսկապես ժամանակ է պետք Ալոնսոյին, կար օրինակ Ֆլորիան Վիրտս Բայերում, բայց միևնույն է, այնտեղ Չաբի Ալոնսո եւ ամեն ինչ ասված է, այսինքն թիմի գլխավոր աստղը հենց մարզիչն էր, եւ դա շատ կարեւոր է։ Ռեալում իհարկե այդպես չէ, Ռեալում կա Մբապե, Վինիսիուս, Բելինգեմ, ու այսպես ամբողջ կազմը գրեթե կարող ենք թվարկել, բայց ինչպես նշեցի, այո, արդեն սկսում է դառնալ հեղինակություն նաեւ Ռեալում։ Այսինքն փորձում է հստակ հաղորդագրություն ուղարկել ֆուտբոլիստներին, որ անկախ նրանից դու Վինիսիուսն ես թե ոչ, կարող ես չհայտնվել մեկնարկային կազմում, կարող ես ինչ-որ պահի փոխարինվել եւ չպետք է դժգոհես։ Ակումբից վեր որևէ ֆուտբոլիստ չի կարող լինել, ես կարծում եմ այս պահին այդ առումով ստացվում է ամեն ինչ Ալոնսոյի մոտ։ Այդ մեթալ մակարդակի մասին է ես խոսում, այսինքն մակարդակում աշխատանքի վերջո սա աստղերով լի ակումբ է, աստղեր, որոնք որ սովոր են որոշակի ազատությանը, այն կարգապահությունը, որը Ֆլիկն է բերել, այդպես երևանական կարգապահությունը Բարսելոնա, շատ դժվար է դա ի վերջո ֆուտբոլիստների համար էլ, բայց նույն Ռաֆինյան կարծես դրան ենթարկվել է, իսկ այստեղ Ռեալում, որոնք որ Անչելոտիի օրոք այս աստղերը սովոր են ազատությանը, հիմա Ալոնսոն բերել է մեկ այլ։ Գուցե հենց դա էր պակասում Ռեալին։ Այնքան էին տարիներ շարունակ այդ ազատությունը զգացել, որ դա ազդում էր նաև խաղի եւ այլ գործոնների վրա։ Հիմա եկել է Ալոնսոն եւ փորձում է ձգել ֆուտբոլիստներին։ Ու նորից պետք է կրկնվեմ, որ այս պահի դրությամբ իմ կարծիքով ստացվում է շատ լավ։ Նախորդ մրցաշրջաններում իհարկե Դոն Կարլոյի օրոք, որը որ տիտղոսներ էր բերում, բայց ամեն դեպքում Ռեալի խաղը քննադատողները առաջին հերթին նշում էին, թե չի երևում, թե ինչ խաղաոճով է Ռեալը խաղում։ Անչելոտիի օրոք։ Հիմա ինչ խաղաոճով է խաղում Ռեալը Ալոնսոյի օրոք, ինչ ենք մենք տեսնում։
Մենք տեսնում ենք ավելի շատ գնդակով խաղացող Ռեալ, ավելի համակարգային ֆուտբոլ ցույց տվող Ռեալ, եւ արդեն կարելի է նկատել, որ ֆուտբոլիստներից սկսում է առավելագույնը ստանալ Ալոնսոն։ Նույն Արտակ Յուլերը այս պահին արդեն 10 գոլային ներգրավվածություն ունի, շատ լավ է այսպես ազատ ստեղծագործողից վերածվել ավելի պատասխանատու կենտրոնական կիսապաշտպանի։ Չի վախենում օրինակ Մաստանտոնոին 18 տարեկան բերել Արգենտինայից եւ միանգամից տեղ վստահել մեկնարկային կազմում։ Չի վախենում վստահել օրինակ Ալվարո Կարերասին, միանգամից դարձրեց մեկնարկային կազմի ֆուտբոլիստ Հաուսենը, այսինքն ես արդեն նկատում եմ, որ ստացվում է Ալոնսոյի մոտ ֆուտբոլիստերին բերել իրենց աստիճանաբար բերել իրենց ունակությունների գագաթնակետին։ Ընդ որում ֆուտբոլիստերին, որոնք կաշխատեն ամբողջ այդ խաղադաշտով մեկ, մենք գիտենք, որ ենթադրենք գրոհային այդ երիակի կամ քարիակի ֆուտբոլիստները որոշ խաղերի իհարկե մի կողմ դրած բացառություններ լինում էին, մենք հիշում ենք 22 թվականի այդ Սիթիի հետ մրցակցությունը քառորդ եզրափակչում, երբ որ Ռեալը ամբողջ թիմով պաշտպանվում էր եւ ոչ մեկ, այսպես ասած, չէր խորշում պաշտպանական գծում հարձակվողներից, պաշտպանական գծին օգնելիս։ Իսկ Ալոնսոն արդեն այդպիսի խաղ կարծես դնում է ընդհանրապես, այսինքն ամբողջ թիմը, նույնիսկ հարձակվողները օգնում են, այդ պրեսինգի մասին չի միայն խոսքը, այլ նայն վերադառնում են սեփական կիսադաշտ, եթե դրա կարիքը կա։ Իհարկե, Դեսիթի խաղից սկսեմ, կային նաև քննադատություններ, թե ինչ օրինակ այդպիսի ֆուտբոլ խաղաց Ռեալը, բայց Անչելոտին այո գիտեր հարմարվել մրցակիցներին։ Եթե պետք է պաշտպանվել, բայց չէ որ քննադատության վերաբերյալ նշեմ, շատ բարդ է Սիթիի դեմ 90 րոպե, 120 րոպե այդպես պաշտպանվել այն ժամանակվա Սիթիի դեմ ու ստացվեց Անչելոտիի մոտ, ստացվեց, դա հետո 11 մետրանոցներ, կարևորը երևի թե ոչ թե ամեն անգամ մրցակցին հարմարվել, այլ իսկապես ունենալ հստակ ոճ, հստակ ձեռագիր եւ ստիպել մրցակիցներին, որ իրենք հարմարվեն քեզ, իրենք փորձեն հակախաղ գտնել քեզ։ Եվ Ալոնսոն բերում է հենց այսպիսի խաղ։ Աստիճանաբար փորձում է գալ դրան։ Շնորհակալ եմ Արտուր շրավերս ընդունելու համար։ Մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ Sportcast-ի նաեւ տեսագրությունը դուք կարող եք դիտել Հանրային ռադիոյի պաշտոնական Facebook-յան էջում, մեր YouTube-յան ալիքում եւ իհարկե armradio.am կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ։ Sportcast